If մարդ արարածը սկսում է իր մասին գիտակցությունը զարգացնի, ինքը այն ժամանակ կսկսի ավելի ըմբռնումով ապրումակցել ուրիշի հետ։ Հասարակությունը մեզ մեծացնում ու դաստիարակում է այդ վախի մեջ։ Դե հայ եմ, բայց օտար երկիր, ստիպում եմ որ հայ լինեմ, բայց այդքան լավ գրել, կարդալ, խոսել չեմ իմանում, ամեն ինչը անգլերեն, ֆրանսերեն է, ինչ են ուզում ինձանից։ Այսինքն ինչ որ ու փախա։ Դպրոցի այդ ստանդարտ վիճակը այս դարի համար չի էլ ինձ թվում։ Ես գտնում եմ, որ երիտասարդը հիմա ավելի խելացի է, քան ես, երբ որ ուսանող եմ։ Ես լրիվ համաձայն եմ։ Լինի մարքեթինգի ղեկավար, կոմերսի ղեկավար, ֆինանսների կամ վաճառքի կամ ինչ որ լինի, ինքը պետք է ունենա իր մեջ մարդկային ռեսուրսի այդ հմտությունը։ Մշակույթ եք բերել, շատ հետաքրքիր բաներ եք այստեղ արել, փոփոխություններ եք բերել։ Ես իմ ներքին ցայնը շատ վաղուց փակել եմ։ Շատ լավ հարց է, անպայման ակտիվորեն պատասխանեք Ալբեր Կամյուի գիրքը կնենք։ Ինչ լավ։ Առաջնորդության թեմային Beyond Podcast-ի էպիզոդների ընթացքում առիթ ենք ունեցել մի քանի անգամ անդրադառնալու։ Ուրախ եմ կիսվել, որ հուլիսի 5-ին տեղի կունենա IDEX երկրորդ հանդիպումը, երկրորդ փորձառությունը միջին եւ բարձր օղակի ղեկավարների համար։ Ինչ է IDEX-ը։ Այն պրակտիկ եւ քննարկումների ու փորձի փոխանակման հիման վրա ստեղծված հարթակ է, որտեղ տարբեր ընկերություններից միջին եւ բարձր օղակի ղեկավարները հանդիպում են քննարկելու կոնկրետ այդ ենթաթեմայի շուրջ գեներացնելու նոր գաղափարներ, կիսվելու իրենց փորձով։ Իմացեք ավելին IDEX-ի մասին այս էպիզոդի նկարագրության հատվածում, ինչպես նաև մեկնաբանության։ Հավատացած եմ, որ այն շատ հետաքրքիր կլինի։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆեմից, բարի գալուստ Beyond Podcast։ Այսօր շատ հատուկ հյուր ունեմ, Լարա Չոլակյան։ Լարային շատ շուտ ինձ էի ցանկանում հրավիրել եւ շատ ուրախ եմ, որ վերջապես ստացվեց։ Լարա ջան, ողջույն։ Ողջույն Լուիզա։ Ներկայացնեմ Լարային։ Լարան հանդիսանում է Ucom Armenia-ի մարդկային ռեսուրսների տնօրենը, նաեւ Լարան դասավանդում է Ամստերդամի համալսարանում, INSEAD-ում եւ Մատենայում։ Լարան կարող ենք իրեն նույնիսկ դոկտոր Չոլակյան դիմել, որովհետև դոկտորի կոչում ունի նաև կրթության ոլորտում, չէ՞ Լարա ջան, չեմ սխալվում։ Լարա ջան, բարի գալուստ։ Ապրես Լուիզա։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար եւ ուրախ եմ շատ, որ այսօր շատ տարբեր թեմաներից ենք առիթ ունենալու խոսել, առաջնորդությունից, կրթությունից, իմ ամենասիրած թեմաներից մեկն է կրթությունը, բայց այդ ծավալուն, այդ մեծ թեմաների մինչ անցնելը կուզենամ մեր ավանդական հարցով սկսել, հա, միշտ Beyond Podcast-ները այդպես ենք սկսում։ Ինչպես եք սկսել ձեր կարիերան, ինչպես եք ընտրել ձեր մասնագիտությունը եւ ով կամ ինչն է ոգեշնչել ձեզ դառնալու այն Լարան, որ դուք այսօր եք։ Հա, շատ։ 3 հարց։ Ոյ, ճիշտն ասած, ես իմ կարիերան ընտրել է ինձ։ Ես չեմ ընտրել։ Չեմ իմանում ինչպես փաթաթվել, բայց որտեղ որ ես սկսել եմ, ասենք 30 տարի առաջ եւ որտեղ եմ հիմա, երբեք չէի պատկերացնում այնտեղ կլինեի։ Իմ նպատակները, ասենք, միջազգային գազམ་ագերբության ինչ որ միջազգային գազམ་ագերբության մագի հետ կապված ինչ որ կարիերա ունենամ կամ իրավապանական ոլորտի մեջ, ու սենց քնացի ավելի հասարակական տարբեր տեսակ գազམ་ագերբությունների, հետո սեփական անձնական գործողությունների մեջ, որտեղ նույնիսկ HR-ի մասնակցություն ես չունեի, այնշե որ ես պատկերացում ունեի, որ պիտի մարդկային ռեսուրս մտնեմ։ Դա ինքը ինձ ընտրեց, ասած։ Ու ովքեր են, որ ինձ օգնել են ճանապարհին, որ հասնեմ որտեղ որ կամ եւ լինեմ ովքեր որ հիմա ես կամ, կարամ ասեմ, որ իմ ներքին կարծեմ նախասկացումն է։ Եթե դա ներքին կամ բարձրակույն գիտակցություն կարաս ասել, I don't know, անհատներ շատ եղած են, որ vocation-շած են, բայց նեն չի որ օրինակ իրանց պատճառով ես եղել եմ ես ինչ մարդ։ Ավելի ես սովորել եմ հարգել իմ ներքին ցայնին, իմ ներքին ներուժիս, իմ այդ բարձր գիտակցության այդ գոչումին, որ երբեք չեմ ունեցել, ավելի շատ գեղձ եղած է շատ տարիներ, մինչև որ արդեն խտա որ լսել եք ինքներդ ձեզ։ Այո, հենց այդպես։
Լարա ջան, տեղափոխվել եք Տորոնտոից 2004 թվականին։ Այո, Ես այդ սա գիտեմ, որովհետև մենք մոտավորապես 1 շաբաթ առաջ Լարայի հետ Ռեբատ Արմենիայի ոդքասթին էինք մասնակցում։ Մի փոքր կուզենամ պատմեք մասնագիտության, ակադեմիական մասնագիտության մասին, իսկ Տորոնտոյում ինչ եք սովորել եւ նաև բավականին հետաքրքիր փորձ եք ունեցել Լատինական Ամերիկայի երկրներում աշխատանքի, այդ մասին էլ երևի շատ առիթ չեք ունեցել խոսելու դրա մասին։ Չէ, ճիշտ է, շատ լավ։ Չեմ ունեցել, որտեղ ընդհանրապես նեն չի որ օրինակ դու ես իմ համար խոսալ իմ անցյալի կամ ինչ եմ արել, ոչ թե որ թաքցնում եմ կամ ամոթանք է, բայց առիթ չկա, որ դու այդ հիմա այդ հիմա լավ, այդ առիթը մտանք ու իմ համար եղել է օրինակ Թորոնտոյում ես մինչև 22 տարեկանը այսինքն ծնվել մեծացել եմ մի միջավայրի մեջ, որտեղ փոքր քաղաք էր, ծնողքս պատերազմից, Լիբանանի պատերազմից փախել էին, բաբերս վերաբրողներ են ցեղասպանությունից, այսինքն անընդհատ մենք արմադացիլ եղած ենք, հիմակվա կոչված Թուրքիայից, Արևմտյան Հայաստանից հետո Լիբանան, Լիբանանից հետո Կանադա։ Կանադա իմ համար եղել է մինչև 23 տարեկանը ոնց որ ворթեքրած երկիր։ Ու շատերը ինձ հարցնում են, բայց դու այդտեղ ծնվել մեծացել ես, ոնց կարաս տենց ասել, ինչ որ էլի ասում եմ, այդ ներքի ցայնը վաղուց չէի լսել, հիմա սկսել եմ հասկանալ ինչքան հարգելը կարևոր է, որ զգում ես, որ մի բան են չի։ Ու իմ համար շատ տարիներ այդ օտարության մեջը հակառակ որ մեզի միշտ ցենց բահել են հայ ծնողքս միշտ իմ համար եղել է ինչ որ խորտ երկիր դրանից հետո արդեն սկսեցի արդեն ինքնության հարցերը բարձրացանել որ ով եմ ինչ եմ դե հայ եմ բայց օտար երկիր ստիպում եմ որ հայ լինեմ բայց այդքան լավ գրել կարդալ խոսել չեմ իմանում ամեն ինչը անգլերեն ֆրանսերեն է ինչ են ուզում ինձանից այսինքն ինչ որ ու փախա ոչ թե որովհետև շատ թշկա է պարզապես որ ես ինքս գտնեմ ու այդտեղից արդեն տեղափոխվեցի Ֆրանսա որտեղ ուսումս մագիստրատուրան այդտեղ ստացա ու սկսեցի աշխատել հենց մագի ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքում որ կարծում էի որ այդտեղ պետք է լինեի ու այդտեղ արդեն բացվեցին դրա համար խոսում էի կարծեմ Հայկի հետ քիչ առաջ որ մեկ դու եթե էներգիան արդեն դու քեզ հետ անգել լինես կսկսես արդեն որոշ թռներ բացվում են քո համար ու այդտեղից արդեն բացվեցին տարբեր առաջարկներ որ ես աշխատեմ Սրի Լանկա ու Հարավային Ամերիկա այդտեղ զարգացման ծրագիրներ էին ես կարծում եմ պիտի քնամ ինչ որ փրկեմ ինչ որ որոշ քյուղ պիտի երթամ փրկեմ ինչ որ որբերին ու այդ արդեն մի քիչ արոգանսը մեջը կա երբ որ երիտասարդ ես սկսում ես արդեն երազանքներ այդպիսի բայց ուրախ եմ որ դա եղավ որովհետև ինքը այդ ճանապարհները որ միգուցե մի քիչ սխալ էին ճիշտ էին այդ ժամանակվա համար որովհետև այդ սխալ ճանապարհը փերեց ինձ որտեղ որ ես պետք է լինեմ այդեր որ ասենք Հարավային Ամերիկայից հետո հետ վերադառնամ Կանադա հետտեղ ծանոթանամ ամուսնուս որ ինքը նել նպատակ ուներ Հայաստան գալու ինչ հետաքրքիր է հա սենց ինչ որ ու տենց ալիքի նման որ կոնտրոլ չես անում ամեն ինչ կյանքի մեջ ինչ որ ալիքի նման քեզ տանում է ու տենց էլ արդեն եղավ արդեն հիմա համարյա 21 տարի որ ես Հայաստանում եմ տեղափոխված համարում եմ ես հայաստանցի սփյուռքահայ չեմ կամ ես ասել որ եմ բայց միշտ ակցենտս ինձ թավաճանում է Դե ես ուրախ եմ շատ որ տեղափոխվել եք Հայաստան Լարա ջան որովհետև կարծում եմ որ շատ հետաքրքիր մշակույթ եք բերել շատ հետաքրքիր բաներ եք այստեղ արել փոփոխություններ եք բերել եւ կշարունակեք ու այն որ մի լավ հայ ընտանիք էլ Հայաստանում ապրում դրա համար կարելի է միայն տենց շատ ուրախանալ իմ պապիկն էլ տարիներ չի արդեն շտով իսկ 20-րդ դարի կեսին 40-ական թվականներին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան Սիրիայից այո եւ իր կնոջ դե հանդիպել տատիկիս ընտանիքա ստեղծել իսկ հիմա արդեն քանի թորներ բոլորն էլ համարյա բոլորը ապրում են Հայաստանում Այդպես եւ փաստորեն մարդկային ռեսուրսների ոլորտ վիվասելով եք սկսել, չէ, Լարա ջան։ Այո, այն ժամանակ Եվրասիա հիմնադրամ աշխատում էի, չէ, Հայփոստեր կամ Եվրասիայի ու այդտեղ ծանոթացա երեխայիս մանկապարտեզը այնտեղ կար որտեղ որ Ռալֆ Իրիքյանի երեխան կար ու այդպես մենք ծանոթացանք ինքը նոր տեղափոխված էր Արցախեն թեպի Հայաստան որ վիվասելը բացվի ու 1-2 տարի հետո ծանոթացավ ու առաջարկեց ասեց դու արի մոդես միասին աշխատենք կարծում եմ որ լավ այսինչ ոլորտի մեջ կլինես
ու ես իրեն այդտեղ սկիզբ ասեցի, բայց ես մարդկային ռեսուրս չեմ։ Ու ինքը ասեց, բայց դու ղեկավարում ես, չէ՞ մարդկանց։ Ասում եմ, հա, թիմ ունեմ։ Ասեց, ուրեմն դու HR ես։ Ու մի բան կար շատ ճիշտ էր այդ դրա մեջ, որ այն ժամանակ ես հասկացա, որ մարդկային ռեսուրսը, դե այն ժամանակները քադրի բառը շատ էի լսում, չէի հասկանում ինչ էր։ Կադրերի Հա, ու ասում եմ, կադրերի պետ։ Հա, քադրի բաժին, քադրի չեմ գիտեր, ինչ ու քադրի եկավ։ Ու ես ասում եմ, ես արդյոք ռամկայի մասին է խոսքը, չէ, իրոք չի հասկանալ։ Ու ես այն ժամանակ գիտեի, որ մարդկային ռեսուրսը ինքը ցանկացած ղեկավար, ինքը պետք է լինի մարդկային ռեսուրս, ղեկավար։ Այսինքն լինի մարքեթինգի ղեկավար, կոմերսի ղեկավար, ֆինանսների կամ վաճառքի կամ ինչ որ լինի, ինքը պետք է ունենա իր մեջ մարդկային ռեսուրսի այդ հմտությունը, որտեղ ի վերջո դու կառավարելու ես ու ներշնչելու ես այն մարդկանց, որ ունեն որոշ տաղանդներ, որ իրենք ավելի լավ անեն, այսինքն դու ու այդտեղ արդեն սկսեց փոխել իմ համար այդ առաջնորդության թեմայի ուսումնասիրությունը ու դրա համար եմ ասում իմ համար շատ ուրախ եմ, որ պարոն Իրիկյանը բերեց ինձ այդ ոլորտի մեջ, որ միգուցե ես պատրաստ չէի, բայց ինձ ներշնչեց հասկանալ, որ մարդկային ռեսուրսը ավելի մեծ է, քան ինչ որ մենք սովորել ենք հասկանալ։ Ոչ միայն Հայաստանում, բոլոր երկրներում։ Եվ Վիվասելը երբ նոր էր բացվել, այնց շատ լավ հիշում եմ, շատ չէին կերպությունները Հայաստանում եւ շատ առանձնանում էր այդ ժամանակ իրականում ու բավականին հետաքրքիր մշակույթով եւ իր առաջատարությամբ։ Վարաջան, ուզում ձեր դասավանդման փորձից մի փոքր կիսվեք։ Նշեցի էպիզոդի սկզբում, հա, դասավանդում եք Ամստերդամի համալսարանում, Ինսիադում եւ նաեւ Մատենայում։ Մի փոքր նաեւ ակադեմիական կրթության մասին ձեր դոկտորի կոչում ունեք եւ մի փոքր նաեւ դրա մասին պատմենք, հա, այսինքն Լարան որպես դասախոս, ինչ եք դասավանդում եւ ինչու եք այդտեղ, ոնց եք սկսել դասավանդել։ Նախ ասեմ, որ այդ դոկտոր կոչումը շատ շնորհակալ եմ, բայց ես վստահ եմ, որ համաձայն եք իմ հետ Լուիզա, որ սովորաբար վերնակիրը մարդուն արժեքը չի նկարագրում, հա, այսինքն շատ հպարտ եմ, որ այդ ճանապարհը ես անցել եմ, որ արժանացել եմ այդ դիտողոսին, բայց մարդու դիտողոսը ինքը դա ոչ միայն համաձայն եմ։ So ինքը հիմնական երբ էր 2013 կամ 14 թվականին, երբ սկսեցի արդեն ինսիատ համալսարանում երկրորդ մագիստրատուրան անել հիմնական նպատակով, որ շարունակեմ դոկտորա։ Եվ ինչ ոլորտի մեր առաջնորդության մասին ու բիզնեսի ոլորտի այդ ընդհանուր խնդիրները, որ կան այդ տրանսֆորմացիայի հետ կապված։ Այդտեղն է, որ ես սկսեցի հասկանալ, որ այսքան ուսումնասիրություն առաջնորդության մասին, սկսած Պլեյտոից, Արիստոտելից, մինչև այս վերջի 100-150 տարվա ընթացքում, ու ինչքան հոդվածներ, քիրքեր, ակադեմիկոսներ ուսումնասիրում այս հրաշալի հսկա ասենք թեման առաջնորդությունը, բայց մինչև հիմա չունենք նորմալ առաջնորդներ։ Ու իմ համար եկավ այս բանը, որ ինչ է խնդիրը այդտեղ։ Harvard Business Review կարդում ես 1000 տեսակ հոդվածներ, MIT-ն է կամ ինչ քիրքեր կան, ինչ մասնագիտություններ կան, բայց մինչև հիմա մենք խնդիր ունենք, gap կա լավ առաջնորդ ունենալու։ Դաժան միս ես չեմ զգում, որ գա մարդ, որ կարող ասեմ, ես հենց իրան նման ուզում եմ լինել։ Ու այդտեղ եկավ արդեն ավելի հոգեբանական շերտավորված խնդիրները, որտեղ արդեն բանը սկսեցի ուսումնասիրել դոկտորայի հետ ու այդտեղը 5 տարվա մեջ ճամփորդեցի տարբեր երկրներ, որտեղ հանդիպեցի շատ մեծ հիմնարկների ղեկավարներ, խորհրդի անդամներ ու այդտեղ հասկացա, որ իրոք երբ որ մտածում ենք առաջնորդի մասին ու մարդ արարածը ինքը ունի իր նկարակիրը ու ոչ միայն իր նկարակիրը, որ մանկուց ինքը արդեն ձևավորվել է, այլ հենց մենք գնանք ավելի հետ։
Կնշանակի օրինակ իրար ծնողքը, եթե առաջին, երկրորդ, երրորդ պատերազմը համաշխարհային կամ ասենք Ռուանդայի ցեղասպանության կամ Լիբանանի պատերազմի կամ հիմա Պաղեստինցի պատերազմի մաս կազմում է, արդյոք ինչքանով դա ոչ թե միայն գենետիկորեն փոխում է մարդու էությունը, այլ ինքը իսկապես այդ հոգեբանական հարցերը, որ շերտավորված կուտակվում է մարդու, ասենք, ընդհանուր զարգացման մեջ։ Ու այդտեղն է որ արդեն ցակեց leadership, collective trauma, individual trauma եւ ընդհանուր behaviorism։ Եվ կարամ ասել, որ իմ համար եղել է ոչ թե որ ես ասեմ, որ տիտղոս ունենամ դոկտորի, այլ եղել է իմ համար ամենամեծ ցերկբերումը սովորելու նույնիսկ իմ մասին։ Որտեղ սկսեցի ես նույնիսկ այդ հետաքրքիր է, որ դու օգտագործում ես քեզ իբրև հետազոտության մի մասնիկ։ Հետաքրքիր է։ Ոչ թե միայն քնած օբզերվացիան ես, հետևեմ, նշեմ ինչ բազա հավաքել եմ, այլ դաժե նույնիսկ դու երբ որ մտնում ես այդ ընդհանուր քննարկումների մեջ, եւ ոչ թե միայն հայ ղեկավարների, այլ ընդհանուր ցանկացած մեծ հիմնարկների ղեկավարները ու տեսնում ես, որ ինչքան տարբեր տեսակ trigger-ներ կան։ Ամեն մարդ ինչ տեսակ պաշտպանողական շերտեր ունի, ինչ տեսակ գարդրատիպեր որտեղից է ձգում։ Ու երբ որ մարդ արարածը այստեղ արդեն գիտակցության մասին է, երբ որ մարդ արարածը սկսում է իր մասին գիտակցությունը զարգացնի, ինքը այն ժամանակ կսկսի ավելի ըմբռնումով ապրումակցել ուրիշի հետ։ Թե չէ այդ ստից մտից empathy, մեծ բառերը օգտագործում, բայց ռեալ հիմնարկի մեջ չես տեսնում դա։ Այսինքն ասվում է, բայց չի կիրառվում։ Հա, այսինքն տեսնում ենք, չէ՞, նույնիսկ Հայաստանի մեջ այնքան լավ դասավանդողներ կան, դաժե նույնիսկ ես, ու չեն կամ ինտեգրել այդպիսի ինչ որ մեծ կոնցեպտներ իրական առօրյա կյանքի մեջ։ Ու դրա համար մենք հիմա ունենք, ինչը որ ունենք, որ խնդիրներ է սկսած պետական համագարկով մինչև ցանկացած ուժուր հիմնարկ։ Մարդ եթե պիտի լինի ղեկավար, նախ ինքը կսկսի իրանով։ Հայ առաջ հայելին պետք է լինի, ես ինչ պետք է որ գիտակցեմ եւ ես հասկանամ, որ ինչ խնդիրներ ես ունեմ, ոչ թե որ լուծեմ։ Մենք կյանքի մինչև վերջ սովորելու ենք մեր մասին։ Բայց քոնը ես գիտակցեմ, որ եթե ես ունեմ այսպիսի գարդրատիպ, խնդիրներ, ենթադրություններ, որ եկել են ոչ թե միայն ծնողքիցս հասարակության, այլ նույնիսկ իմ անցյալի պատմական գիտակցության հետ կապված, վաու, այդ շատ ուժեղ է։ Կնշանակի որ եթե ես այսքան կոմպլեքսներ ունեմ, դիմացինս, ահա, ու այդ խնդիրը մենք շատերս օրինակ ամեն ինչ գիտենք։ Մենք ամեն ինչ գիտենք։ Համ բժիշկ ենք, համ իրավաբան ենք, համ HR մասնակից ենք։ Ինքը չգիտի, ես գիտեմ, ու ես միշտ ասում եմ, ասենք ուսանողներին եւ շատերը հիմա կծիծաղան, որ լսեմ դա, բայց ես որ մտածեմ, օրինակ եթե ես ասեմ Լուիզան մեղավոր է, ես ինքը ուշացում է, ինքը լավ չի աշխատում, խնդիրներ ունի, ինքը չի նվիրված չի, այսինքն մատս թափ տալիս եմ անընդհատ Լուիզան մեղավոր, բայց երեք մատ կա, որ նայում է թեպի ինձ։ Այսինքն երեք անգամ ավելի ես եմ մեղավոր, որ Լուիզան ինքը չի անում իր աշխատանքը ինչպես որ պետք է։ Հետաքրքիր է։ Արդյոք ես ինչ չեմ արել, կամ ես ինչ արել եմ, որ այդ մարդը անդարբեր լինի, կամ միգուցե խնդիրներ ունենա դանը, կամ ինչ որ, այնու կարող է իր մայրը հիվանդանոցում է։ Եվ ես տեղյակ չեմ։ Այս հարցերը, որ ժամանակ չենք տրամադրում, համ մեր մասով հասկանալ, համ ուրիշին։ Ու ես կարծում եմ, որ մանավանդ հայմը, որ ինքը սերունդային ցնցումներ ապրել է, սերունդներ, եւ չեմ խոսում ցեղասպանություն, համիդյան հելե չարթերից առաջ, արմատացիլ եղած հարյուրավոր տարիներ մենք չենք ունեցած մեր պետությունը, եկավ ցեղասպանություն, հետո եղավ Ստալինյան աքսոր, հետո եղավ շարունակապար, Արցախյան շարժում, առաջինը, հետո ու չենք ունեցել հնարավորություն ապակինվելու, ամոքման։ Ամոքումը որ կա ու մենք կարծում ենք այդ կարիք չկա, մենք առաջ պետք է նայենք։ Ես թեմ չեմ, առաջ նայելը շատ կարևոր է։ Բայց դու չես կարող առաջ քննալ, մինչև որ հետևի քոփանը ինչ որ ամոքման, փուժման ենթակայության չլինի։ Ու այդ նետը, չէ, ասում ես նետը պիտի օգտագործես, նախ պետք է հետ քննալ նետը, որ ավելի մեծ թափով ինքը առաջ քնա։ Շատ հետաքրքիր թեմա բացեցիք, Լարա ջան, իրականում ինքնաճանաչումը եւ գիտակցելը, որ առաջին ինքներս մեր մեջ պետք է նայենք եւ խնդիրներներ մեր մեջ տեսնենք, այդ ինձ թվում է դրա մասին հիմա ավելի շատ է խոսվում
չէ, քան օրինակ 10 տարի առաջ, 20 տարի առաջ, համաձայն եք դրա հետ։ 100%։ Միանշանակ։ Այդ կբերի երևի արդյունք, որ մարդիկ ավելի շատ կփորձեն խորանալ իրենց մեջ, հասկանալու թե իրենց խնդիրները որտեղից է գալիս եւ հետաքրքիր գիրք էի կարդում եւ հետո LinkedIn-իս newsletter-ի մեջ էլ մի անգամ այդպիսի հոդված գրեցի էգոյի մասին, որ շատ հաճախ մեզ թվում է, որ շրջապատում բոլորը սխալ են, այդ նշանակում է արդեն, որ մենք ենք սխալ։ Չի, օրինակ ես դրան ստատիստիկորեն եմ նայում, երբ օրինակ ես շատ հոգնած եմ լինում կամ ինչ-որ շատ միաժամանակ ինչ-որ տարբեր բաների մեջ եմ լինում, այդ իմ տենց արտնացնող կանչն է, որ չի կարող ամեն ինչ կողքը սխալ լինի, դու ես։ Հիմա հետ արի, նստի, հանգստացի ու տես որտեղ ես, ինչն է սխալ արել։ Երևի այդ ռետրոսպեկտիվը պետք է տանել անպայման։ Այդ 100% Բուդան քրություն ունի, ասում է դու տեսնում ես աշխարհը ոնց որ դու գաս։ Կամ դու ես։ Այո։ Ու ես տայմ ասում եմ, հիմնական մենք կարող ենք շատ միշտ անընդհատ բացասականը տեսնել, ինչպես ասեցի։ Բայց կախված է օրինակ ես իսկապես տայ եմ ուզում շարունակել իրարել։ Միգուցե ու ես համոզված եմ բոլորս ծնված ենք ինչ որ մի ցուգի թանկ կա, չէ՞, ինչպես են ասում, այդ ցուգի այդ թանքի մեջը որ կա որ ակվարիում։ Ակվարիումը ոնց որ մենք բոլորս ծնված ենք ակվարիումի մեջ, ջակ կա այդ ակվարիումի մեջ։ So ամբողջ աշխարհը տեսնում ենք ջակի միջոցով, այդ պրիզմի միջոցով։ Ու մենք չենք իմանում, որ հենց այդ աշխարհից հետ են գոմ հենց ինչեր կա։ Մենք կարծում ենք սա է մեր գիտակցում եմ ամեն ինչը էս իմ ակվարիումի մեջ տեսա ամեն ինչը ճանաչում եմ, բայց ինչեր կան հենց այդ ջակից դուրս, որ ես չեմ գիտակցում ու կարծում եմ, որ մենք բոլորս ժամանակ պետք ունենք դրա մատրել ու նույնիսկ անոնք ովքեր որ շատ խիստ քրիստոնյա են, նույնիսկ հարց տան, արդյոք ինչքանով ես գիրառում եմ քրիստոնեական արժեքները։ Հիշում եմ մեծանում ենք, մենք հբարտանում ենք սփյուռքի մեջ, որ դե հայ ենք, մենք այսքան չարչարանքից հետո կամ չարթերից հետո մենք հելեքոյա դեվում ենք, առաջ քրիստոնյա ժողովուրդն ենք, ու ես մտածում եմ հիմա ասում եմ, եթե այդքան հբարտանում ենք առաջին քրիստոնյա ժողովուրդ լինելով, քանի հատ քրիստոնեական արժեք մենք հելը մինչև հիմա գիրառում ենք։ Ու դրա համար իմ համար տարել է ավելի ոչ թե գրոնքի հետևից, այլ ինչքան կարամ ես իմ համար նախ պիտի սկսեմ ես այո էգոյի ցեվով ոչ թե անձնասերական ցեվով ես վրաս աշխատեմ որ ինչքանով կարամ ես այդ արժեքները գիրառել որովհետեւ ես չանեմ ոնց ակնկալեմ որ գողքինս անի իսկ այդ հնարավոր է սովորացնել առաջ։ Հա, միանշանակ։ Նկատի ունեմ սովորացնել, որ օրինակ քո ժամանակն է, որ դու խորանաս, ինքդ քեզ հասկանաս, այդ սովորացնելը է, թե այդ ուղղակի ամեն մարդու մոտ տենց գիտակցության բանն է, որ սկսում է ինքը իրան հարցեր տալ ու ասում է ինչը այն չի ու հարցեր տալով է գալիս հասնում նրան, որ ինքը իրան պետք է ավելի լավ ճանաչի, թե այդ օրինակ չգիտեմ, օրինակ մեր երեխաներին կարանք առավոտից իրգուն ասենք, դուք դες պետք է ճանաչեք, դուք պետք է իրան այդ կողքնի, թե ամեն դեպքում տենց ինչ որ կանչա, որը որ չգիտեմ որտեղից է գալիս։ Չեմ վստահ դու ել գիտես, Չէ, ես ինձ հետաքրքիր է ուղղակի այդ ես չեմ կարծում դա ասելով կլինի։ Ինքը պիտի զնգա մի բան մեջը, որ ինքը արդեն զգաս։ Ես ասում եմ, ես ունեցել եմ շատ լավ փիլիսոփայական տասղեկներ, որտեվ իմ առաջի ասենք ոլորտը եղել է քաղաքագիտություն ու փիլիսոփայություն։ Երբեք չէի պատկերացնում, որ պիտի մտնեմ այս ոլորտի մեջ։ Այդ ուղղությամբ ու այդ փիլիսոփա հիմա մտածում եմ այ ապուշ լարա այն ժամանակ այնքան լավ փիլիսոփայական տասխոսներ ուներ կարա իր արիթեն օգտագործել որ իրանցից շատ բան քաղես ու Պասոն այդ իմ ժամանակը չէր։ Այո։ Ամեն մարդ ունի իր ժամանակը։ Ամեն բան իր ժամանակ ունի։ Կարող հիմա այս պահին իմ ժամանակն է ես անցնեմ այդ ճանապարհին, բայց քոնը չի։ Ես չեմ կարող ստիպել Լուիզա արի իմ հետ։ Դե Լուիզան ինքը իր ցևով պիտի ինքը մտնի հասկանա դա իրն է կամ իրը չի։ Կարող է դա մահանա մարդ ու չգիտնա որ օրինակ դա իր համար կարևոր է։ Կարող է չլինի։ Իմ համար եղել է ասենց դարիներ շարունակ, ասենց էս ախնդրի ես իմ ներքին ցայնը շատ վաղուց փակել եմ։
Փակել եմ, ես իմ ներքին աութենտիկ, անկեղծ ցայնից չեմ լսել։ Ու դա է պայմանավորվածության մասին, conditioning, որ ասում են։ Երեխան մանկուց կարող է ինքը ունի շատ լավ տաղանդ։ Հիմա շեղում եմ, բայց կամ պատասխանի։ Հավատացած եմ։ Երեխան մանկուց ասենք ինքը արվեստագետ է ու սիրում է գծել ու ծնողքը երկուսն էլ բժիշկ են։ Բնթում եմ, որ այդ երեխան պետք է բժիշկ լինի։ Այդ երեխան գամած, որ ծնողքին ուրախացնի, որտեղ այդ ուրախացնով ծնողքից սերը ինքը կստանա, ինքը տենց conditioning-ը զարգանում է ու կարծրացնում է մեզ։ Ու մենք գործընծնում ենք այդ աութենտիկ, անկեղծ ինչ որ պետք է անենք։ Շատերը գտնում են շատ շուտ, Իրանի իրենց նախանցում եմ։ Բայց իմ համար եղել է այդ շատ ճանապարհի շեղումը երկար տևեց, մինչև որ փորձեմ գտնել այդ լույսի ճանապարհը, որ իմն է։ Կարող է ծնողքս չսիրեն իմ արած գործը, բայց եթե ես չանեմ իմը, ես այդ էներգիան չեմ ստանա։ Ու ես միշտ պիտի թշկող լինեմ, կյանքից բանս կամ նեղությունս հեշտությամբ նեղանամ։ Էդա իմ համար քալ այդ նպատակին, որ սովորացնում ենք ինքնաճանաչում կամ չէ, ես միշտ պատրաստ եմ խոսալ այս թեմայի շուրջ։ Երկար, որովհետև սիրում եմ այս թեման։ Եվ այդ սերը արդեն մարդը կզգա ինձանից։ Եվ ով փնտրում է ինքը, բայց եթե ինքը պատրաստ չի, կասի դե այս աղջիկը հարիվ է։ Ինչ եմ ասում։ Բայց դա ոչինչ, թող տենց էլ կարծեն, եթե գտավ զնգած կխոսանք, դիալոգիա կունենանք, երկխոսություն կունենանք, կարող է ես համաձայնվեմ, այս քննարկումը կլինի ավելի ջող, but it's okay, որ մարդը չզգա, որ դա կարևոր է, որովհետև դա ով ասեց, որ իմը ճիշտ է։ Հա, իմը ճիշտ է իմ համար, այս բանին որտեղ որ կամ։ Այո։ Շատ լավ ասացիք, որ ամեն ինչ իր ժամանակն ունի ու երևի այդ ժամանակ դրա ժամանակներ եկել, հա, ձեզ համար ինչ որ նոր բան անելու եւ նույն գնալ սովորելը, ուսումնասիրելը տարբեր առաջնորդների, այս մասով ասեմ, որ հաճախ լինում է, որ ժամանակը գալիս է եւ շատ պայմաններ այնպես ասեմ, աստղերը այնպես են շարվում, որ պետքա լավ պայմաններ ստեղծված լինի, բայց մարդը ամեն դեպքում տենց սկսում է վախենալ։ Մի տեսակ մեզ ոնց որ չասեմ մեր ծնողները, բայց ոնց որ հասարակությունը մեզ մեծացնում ու դաստիարակում է այդ վախի մեջ։ Չգիտեմ ինչի է այդպես։ Ու այն մեր անկեղծ ներսի մարդը, որը որ մեկը լավ նկարիչ է, մեկը լավ երգիչ է, մեկը չգիտեմ լավ ինչ որ մի բան է, չգիտեմ ինչի է այդ մարդը տենց ի սկզբանե by default այսպես ասած, հա, այսինքն ի սկզբանե տենց այդ իր մեջ այդ ամբողջը լրացնում ու փորձում հասարակությանը հետևի եւ տենց ավելի ստանդարտ ու ավելի բան։ Ու հետո երբ որ գտնում է, ասում է ինչի է ես այտենց, բայց երևի այդ ճանապարհը, այդ ուսումնառության, այդ սովորելու ճանապարհն է, որ բոլորը պետք է անցնեն։ Այո, համաձայն եմ եւ ոչ։ Ասեմ ինչի։ Որտեւ նախ շատ երեխաներ հիմա ունեն էլ ավելի մեծ խնդիրներ, լուրջ խնդիրներ, այնա հեռախոսի այդ access-ը որ կա։ Մի կողմից գրթության հետ կապված խնդիր կա, որ տեսնում եմ այստեղ շատ լուրջ, եւ մյուս կողմից արդեն այս հեռախոսի, ինտերնետի եւ հասանելիության հնարավորությունը, որ դու արդեն սկսում ես մանկուց դու քեզ համեմատել ուրիշին։ Այո։ Ու այդ համեմատությունը եւ այդ գրթության ռամկա, որ ասում ենք, այդ ինչ որ բահելը, որ երեխան հնարավորություն ունի գտնել ինչը իրն է, արդեն մենք սկիզբեն գարձրացնում ենք երեխան։ Ու երեխան եթե ինքը պիտի մեծանա, որ կարծի որ լավ, որ ինձ սիրեն կամ ինձ ընդունեն հասարակության մեջ, ընտանիքիս մեջ, դպրոցում, ավելի ուրեմն պետք է ես տեսնամ մեկ գումարած մեկ, եթե ես արեցի իրենց ուզածը, ուրեմն իրենք ինձ կսիրեն կամ ինձ կընդունեն կամ ինձ բլա բլա բլա, ուրեմն արդեն ես սկսել եմ շեղել իմ անկեղծ այդ ցայնի հետ կապված։ Ու դրա համար իմ համար գրթությունն էլ այս բանի դժվարություն տեսնում եմ, որովհետև նախ համակարգը թույլ չի տալիս, որ թասադուները պատրաստվեն, մանկավարժ, թասադու, որ կարողանան ժամանակ նույնիսկ ունենան, որ 30 երեխա կամ 15 երեխա իրենց հասարակության մեջ տեսնան, որ այս երեխան վայ ինքը ունի
դες ինքը իսկապես ինժեների այդ ուղեղ ունի, դες ինչպես puzzle-ներ անում է, մյուսը լսողության ավելի ուժ ունի, ոչ թե ասենք մաթեմատիկական։ Եվ դա եթե ունենայինք, երեխան կձախկեր շատ ավելի իր աուրայի, իր միջավայրի ճիշտ ուղի վրա լինելով։ Դա չունենք։ Մի օր կունենանք, I don't know, Louisa, I don't know։ Ես իմ համար շատ լուրջ խնդիր է։ Շատ։ Ահա։ Դպրոցի այդ ստանդարտ վիճակը այս դարի համար չի էլ ինձ թվում է, բայց ես էլ անընդհատ մտածում եմ դրա մասին, անընդհատ ու անդադ ինձ հարցնում եմ, մի օր կունենանք մենք այդ անհատական, ու այդ ճիշտ է թե ճիշտ է, էլ չգիտեմ։ Ճիշտ է թե չէ այդ անհատական ամեն մեկին անհատական մոտեցումը։ Այդ էլ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի ճիշտ ասած։ Այդ էլ լավ հարց է։ Ես գտնում եմ իմ համար ամենակարևորը, որ մարդը ինքս կա լիարժեք իր fulfilled։ Այդ հայերեն բառը չեմ իմանում ինչպես կասեմ։ Ինքնաբավ, բավարարված, I don't know, բայց ավելի բարձր մագարտակով, որտեվ այդ որ հասավ, ինքը արդեն իր ջուրը կգտնի եւ այնքան մենք ամեն մեկս ծնած ենք ինչ-որ որոշ տաղանդով։ Այո։ Ու եթե տաղանդը այդ լույսը չվարի, դե քնում ենք 100 տարի կապրենք կամ 80 տարի կապրենք, կմահանանք, վերջացավ, բայց որ այդ 80 տարին կամ 70 տարին միջինը ինչ որ է տարիքի մահու չկարողանանք իսկապես լիարժեք բավարարված, չեմ ասում ուրախ, պայման չէ որ ուրախ լինես, որ բավարարված լինես, բայց երբ որ դու չգիրարես ինչը որ քո մեջին ներքին այդ տաղամն է, դե միշտ կլինի այդ ինչ որ ընկճվածությունը, ոնց որ մի բան պակաս կա։ Շատերը լսում են դա, շատերը չեն գիտակցում։ Իմ համար կարծում եմ ամեն մարդ մեկը մյուսին ինքը պիտի օգնի, անկիդակցաբար իր տաղանդը իրականացնելով։ Գրթությունը իմ համար ոնց որ երբ որ 1900 թվականների 20-30 թվականին, երբ որ ինդուստրիաները սարքում էին, մեծ ֆաբրիկաներ կային, հիմնարկներ կային, մեզ պետք էր հազարավոր աշխատող, որ մեքենա սարքի, որ չգիտեմ, լույս սարքի, հա, այդ դպրոցն այդպես էր։ Դպրոցը սարքել են, որ ամեն մարդ ինքը մտնի, լինի, I don't know, հոսանքի մասնակից, կամ լինի ինժեներ, մեխանիկ, դասադու, իրավաբան, sense այդ ցեվով։ Ու հիմա արդեն աճել է արհեստական բանականությունը փոխում է դու մարդիկ հիմա համասանալ չեն ուզում քնալ ուզում են դնից աշխատել իրենց իրականություն ինչ որ եկամուտ ապահովել իրենց տաղանդը իրականացնելով so հարցումի պատասխանը որ ճիշտ է կամ ճիշտ չէ ես չեմ գոհում պատասխան տալ ես միան կարամ որովհետև չեմ գիտե ճիշտը ինչ է բայց կարամ միան ասել որ իմ հոգուս մեջ համոզված եմ որ Երբ որ մարդը անում է ինչը որ իրն է, եթե գտնի կամ եթե չի կորսված, եթե իսկապես գտնի իրը ինչն է, ինչը սերբերում է իր մեջ, ու անի ինքը կգտնի հաջողություն։ Հա, համաձայն եմ։ Լարա ջան, ուսանողների մեջ հիմա, որտեղ աշխատում եք շատ ուսանողների հետ, տարբերվում են ուսանողները, օրինակ, այն ուսանողներից, որոնք որ կային կամ ուսանողությանը մոտեցումը երբ դուք էիք սովորում համալսարանում ուսանողները շատ են փոխվել ձեր կարծիքով այո հա ավելի պահանջկոտ են կամ ավելի դու ունես երեխա համալսարանական ես էլ կամ այդ տարիքի եսենք ու նայում եմ իմ դղաներին որ արդեն սկսեցին համալսարան տեսնում եմ որ օրինակ շատ տարբեր են ես չեմ ուզում ինչ որ ընդհանրացնել ու ասեմ որ բոլորն արված են, բոլորը հա։ Բայց զգում եմ, որ օրինակ quick fix, հա, ուզում են արագ լուծումներ։ Իրենք չեն մտածում, որ աշխատեմ, աստիճանաբար հասնեմ, իրենց համար անմիջապես արագ, որտեղ չես մեղադրում, իրենց դերեկությունը, որը ստանում են, վարգենական է։ Այո։ So ամեն արդյունք պետք է վարգենական լինի։ Ու դրա համար նույնիսկ իրենց համար վարկենական մեծ եկամուտ ստանալ, շատ մեծ ջիկ չթափել, կարիք չկա այդքան, որտեղ արդեն ինֆորմացիան կա դրսում։ So այս մոտեցումը շատ կա։ Իմ համար հիմա ես ասում եմ փորձում քաչալերել, որ գիտելիքը ոչ մի վատ բան չի տալու քեզ։ Նույնիսկ ես չեմ ասում քնա համասարան, որ լինես ինժեներ, բայց քնա համասարան, որ քեզ դարձնի մարդ։ Քեզ դարձնի ինչ որ նոր գիտելիք, որտեղ թե չէ քիրք կարդալ կամ կարդալ հոդվածներ քչացել է եւ քոնե դա լինի ինչքան հնարավորություն որ այդ գիտելիք ստանալու այլ ուրիշ ձեւով հա քերականություն լինի կամ ինչ որ այդ դիսցիպլինան մեջը անպայման մնա անկախ ինչ լինի
So փոխված է, այո։ Առավել եւս ես գտնում եմ, որ երիտասարդը հիմա ավելի խելացի է, քան ես, երբ որ ուսանող եմ։ Ես լրիվ համաձայն եմ։ Ճկուն է, խելացի է, ճարպիկ է։ Ես չունեի դրա քարորտը մինչև վերջը։ Ու երևի իրանք ավելի լավ է։ Օրինակ իմ տղան 20 տարեկան է, ինքը հաստատ իրան ավելի լավ է հիմա ճանաչում, քան ես 20 տարեկան։ Միանշանակ։ Իրանք ավելի լավ են ճանաչում։ Դա ինչի՞ց է փայտ։ Ինձ թվում է անընդհատ այդ բանը, որ դրա վրա շեշտ է դրվում, ու նաև երևի ծնողներ էլ որպես մենք ավելի գիտակից, ավելի այդ ամեն ինչը քաջալերող ու աջակցող ենք, որ իրանք էլ այդպես են դառնում, հա, օրինակ դե դուք Տորոնտոյում եք մեծացել, ոչ սովետական միջավայրում, ես սովետական միջավայրում եմ մեծացել, որտեղ որ շատ ստանդարտ էր ամեն ինչ, ու այդ էր մոտեցումը, այսինքն դպրոցը, հետո ճիշտ է սովետական դպրոց չեմ գնացել, արդեն անկախ Հայաստանի դպրոց եմ գնացել, բայց իմ դասատուները իրանք հին, այսինքն սովետական շրջանի դասատուներ էին, եւ հետո նույնիսկ համալսարանում շատ դասախոսներ։ Այսինքն իմ տեսանկյունից ես կարծում եմ, որ իմ երեխաների սերունդը իրանք ավելի իրանց ասվել է սկսած տնից, նաեւ հասարակություն էլ, որ նորմալ է, որ դու փնտրես քեզ, նորմալ է, որ սկզբից չգտնես ու շարունակիր փնտրել։ Երևի այդ է տարբերությունը, ու ես էլի տենց անընդհատ մտածում եմ, այդ սերունդների տարբերությունը իրականում կա, թե մենք ենք մտածել, կյանքներս բարդացրել, Gen Z-ի հետ ինչ որ միտինգ ունեինք, կոնֆերանսի նման բան ունեինք, Gen Z-ի հետ դժվար է աշխատելը, Gen Z-ի հետ դժվար է աշխատելը, բայց իրականում ես այդ համաձայն եմ, համաձայն չեմ, տենց այդքան միանշանակ չի, էլի։ Չէ, ես էլ համաձայն չեմ, որ դժվար է, մի հատ ուրեմն ուսանող ունեի, ինքը Սինգապուրի, չէ, Ինդոնեզիայի ֆինանսական ինդուստրիայի ղեկավար էր, ու իր թեզը, իր հետազոտությունը հենց որ ինքը Gen X է ու ունի հիմնական աշխատողները նոր սերունդ, որ քալիս են Gen Z է, ու ասում է իրենք սխալ են, մեր հիմնարկը եւ ամբողջ ֆինանսական, ասենք, investment հիմնարկները պիտի ցախողեն, որտեղ Gen Z-ն զույլ է, Gen Z-ն էսա, այնա, ու իր հետազոտության մեջ սկսավ հասկանալ, որ չէ, Gen Z-ի մեղավորություն չէ, ես եմ մեղավոր, որ չեմ հասկանում իրենց լեզուն։ Այո։ Ու քանի որ չեմ հասկանում իրենց լեզուն, կարծում եմ, որ իրենք սխալ են, ես ճիշտ եմ։ Ու ելի քալիս է այդ մատ թափտալու խնդիրը, ինչքանով ես պետք է ես սովորեմ հասկանամ, որ իրենց լեզուն խոսամ, որ իրենց լեզվով ասեմ, բացատրեմ ինչ ես պետք ունեմ։ Այդ expectation-ի հարցը որ կա, մենք մեր ակնկալիքները ինչ որ որոշ ցեվա ու սահմանափակ։ Ինքը ես վստահ եմ, որ ինչպես հիմակվա Gen Z-ին կարա լիքը կորձիկներ օգտագործել, որ ես կարող եմ միայն քարորտը իմանամ, դա արդեն ինձ համար մեծ առավելություն է, որ ինքը գիտի ինչ որտեղ քնալ ջգուն ցևով, որ ստանա ինչը որ պետք ունի։ Միակ խնդրեմ Gen Z-ի հետ անունն է, որ շատերը տեսնում են, որ իրենք անընդհատ սպասում են, որ կյանքի իմաստը հենց հիմա պետք է ունենան։ Ու դենց բան չկա, որ փնտրելու, այդ սովորելու երկար բայց հիմա ուզում են հենց լինի այդ the meaning of life, ու հասա այդ կյանքի իմաստը, ու այդ կարծեմ այդտեղն է, որ օրինակ մենք կանանք միասին համագործակցել, որ այդ երկար ճանապարհ։ Կարծում եմ էդ էլ է էպիզոդիկ, ինչի, որովհետև օրինակ եթե գիրք են կարդում, որը 100 տարի առաջ, 200 տարի առաջ, չգիտեմ, 400 տարի առաջ է գրած եղել, այնքան շատ նմանություններ ենք տեսնում մեր հիմիկվա լիքը մարդկային արժեքների, կյանքին մոտեցման եւ այլն։ Ու հասկանում ես, որ եթե 300-400 տարվա մեջ շատ բան չի փոխվել, ոնց կարա 20 տարվա այդ ջենը։ Դրա համար իմ կարծիքով այդ բաների սերունդների այդ անհամաձայնությունները դրանք էպիզոդիկ բնույթ ունեն։ Հետո 20 տարի հետո բոլորը սենց մի հատ բան են դառնում, մի սերունդ են դառնում, սենց ոնց որ հարթեցվում է ու իրանց առանձնահատկություններով։ Լարա ջան, փաստացի ամբողջությամբ անցում եք կատարում համենայն դեպս կարիերայի այս պահին դեպի դասախոսություններ, դասավանդում, կորպորատիվ աշխատանք, այսպես ասած, թողնում եք յուքոմում եւ անցում եք կատարում դասավանդման ամբողջությամբ։ Ինչ մարտահրավերներ եք տեսնում այդտեղ ձեզ համար։ Այդ տենց ոգևորում է, թե մի քիչ վախեցնում է։ Չէ, էս իմն է։
հա, հետազոտություն, հոդված գրել, դասավանդել, ստանալ նույնիսկ ուսանողներից, հա, ուսանողները հիմնական executive ուսանողներ են։ So իրենք հիմնական Գերության ղեկավարներ, բարձրողակի ղեկավարներ, խորհրդի անդամներ, ու այդ իրար այդ գիսել գիտելիքները ոչ թե ես կամ ու ասեմ ես պիտի տամ ցեզ, որովհետև իրենց փորձն էլ շատ մեծ փորձ է, ես մեծ անընդհատ այդ սովորելու այդ փուլի մեջ ու զգալ իմ համար ամենամեծ ուրախությունը, որ զգում ես, որ մարդը ինչքան ուրախանում է, որ դու իրեն տվել ես դաժե մի հատ բուջուր ինչ որ նոր բան ու իրենց մեջ այդ vocation ճումը իմ համար արդեն մեծ հաջողություն։ Մարտահրավեր չեմ կարող ասել, որտեվ միշտ ասում եմ լավ, եթե տենց մտածեմ, որ երբեք չեմ փոխելու կարիերա, բայց կարծում եմ, որ այդ իմն է, լսում եմ իմ ցայնին ու ես պիտի քնամ այդ ճանապարհով անկախ իրա մարտահրավերներից։ Ուրախ եմ շատ ու նաև մի քիչ նախանձում եմ այդ ուսանողներին, ում հետ որ պետքա աշխատեք եւ աշխատում եք արդեն փաստացի ինչի են բավականին եւ ես ինչքան գիտեմ միջին տարիքը 40 կամ 38, այսինքն executive կրթության գնացող մարդկանց միջին տարիքը բավականին բարձր է ստանդարտ ընդունված ուսանողների տարիքից, հա, ինչով է պայմանավորված ձեր կարծիքով, որ իրանք տենց իրանք գործից հետո թողնում են, գնում են, ուսանում են, ինչ են փնտրում, ակադեմիական կրթությունն է, թե այլ ինչ որ բաներ։ Ես չեմ իմանում, հիմա ես մտածում եմ օրինակ բիզնես դպրոցները, համալսարանները Եվրոպա եւ Ամերիկա կամ Հյուսիսային Ամերիկա, տեսնում ենք անգում կա։ Անգումը, օրինակ այդ առաջվա պահանջը չկա, որ մարդ ինչ որ պետք է միայն գիտելիքի համար քնա։ Առաջ անում էին, որտեղ կարծում էին իրենց կորձիկները բագասեր։ Ու այդ կորձիկները ստանալու համար, որ ավելի մեծ տրանսֆորմացիա, mergers, acquisitions, ինչ որ պետք է լինի, գնամ սովորեմ։ Ու տեսնում եմ, որ օրինակ լավ, հաշվենք, որ Լուիզան մեծ հիմնարկի ղեկավարը սովորեց, բա արդյոք ինչքանով ինքը դա գիրառում է մնացած հիմնարկի մասշտաբին, հա, այդ ու այդտեղը խնդիրը սկսավ ծագել, որ մարդիկ ժամանակ բարձրապես չունեն, քնան 6 ամիս կամ մի տարի էլի ինչ որ սովորելու։ Հիմա ինչ տենդենսին որ կա կամ տրենդը որ կա, ավելի ինքնազարգացման, էլ ավելի ինչ որ շատ մարդիկ կան, որ ասում են, հիմա ոնց որ կյանքիս մեջ ինչ որ բանի հասել եմ, բադ։ Հա։ Չեմ իմանում այդ բադի ինչ է, կարող է որտեղ գիտելիքի պակաս է, չեն հասկանում որ կարող է դա լինի բարձրապես որ իրենց մեջ թշկողությունը կա։ Ինչ է այդ թշկողությունը, մեկում կարա լինի որտեղ սխալ ոլորտի մեջ է մտել, մյուսը կասի որտեղ իր հիմնարկը ցախողում է, մյուսը որտեղ ընտանեկան բիզնեսի մեջ է եւ ստիպված է եղել ընտանեկան բիզնես մտնել, որտեղ ընտանեկան հեղինակության մասին եւ ուզում ազատ ամեն մարդու պատճառը տարբեր է, բայց որ հիմա հեշտացել է իրենց համար քնալ, թռնել կամ ժամանակ վատնել երեկոյան հոգնած վիճակով ավելի ինքը հիմա մենյուի նման ալակարտ ընտրում է ինչ որ պետքա որ ըստ իրա սիրածյամա ոչ թե որտեվ աշխատանքին կօգնի չեմ իմանում եթե ճիշտ ներկայացրեցի հա Լարա ջան բայց executive masters կամ executive school անելա իմ համար այդքան էական չի ինչքան ավելի ինչքանով այդ դպրոցը կամ այդ ծրագիրը պիտի օգնի որ իմ կյանքս բարելավի կամ աշխատանքով կամ անձնական կյանքով եւ աշխատանքով եթե ես այդքան գիտելիքի պիտի տնեմ $70,000 մի հատ ծրագրի համար բայց ես պիտի չկամ դա գիսել կամ ինչ որ մի բան փոխել հիմնարկի մեջ իրոք անիմաստ ծախս է իմ կարծիքով դրա համար շատ քաչալերում են մարդիկ որ հետևեն ինչն է քաշում իրանց այդ դպրոցը ինչու հարցը իրանց տան հա դրիվ համաձայն եմ ձեզ հետ Լարա ջան եւ շատ հիմա երևի ավելի շատ են մարդիկ որոնք որ կյանքի ինչ որ этаպում իսկապես հասկանում են որ իսկ հիմա ես ինչ անեմ ու դա սովորելու միջոցով են տեսնում նաեւ այն որ հիմա շատ նորմալ է ընդունվում որ կարիերայի ընթացքում մի քանի անգամ փոխում են իրենց կարիերայի ուղղությունը ու այդտեղ էլ օրինակ սովորելը օգնում է շատ լավ, շատ հետաքրքիր է ես էլի կրկնեմ որ ես պատկերացնում եմ ինչ
ոգևորվածությամբ եք այդ նոր բանը իրականում շուտ վայից եք դասավանդում։ Հիմա ուղղակի ոնց հասկացա ամբողջ դրույքով, այսինքն միայն այդ աշխատանքն եք անելու Լարա ջան։ Ինչ խորհուրդ կտաք, մենք միշտ մեր էպիզոդների ընթացքում խորհուրդներով ենք կիսվում, ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, որոնք այսօր գուցե ձեր նման փիլիսոփայություն եւ քաղաքագիտություն, չէ, տեղից են սկսել ու մի օր լրիվ ուրիշտեղ են լինելու ու ինչ խորհուրդ կտաք այդ փնտրող եւ հարցեր տվող երիտասարդներին։ Մի խորհուրդ։ Չէ, խորհուրդ։ Մի խորհուրդ։ Օրինակ առաջի բանը որ գալիս է ես մտածում եմ իմ վրա ես ինչ կուզենայի որ մեկը ինձ ասեր։ Այո, կամ ինչ կուզենաք դուք եթե ձեզ հանդիպեիք։ Հա, ես հանդիպեի իմ 18 տարեկան Լարային, գասեի որ երկու բան գասեի։ Փորձի լրության մեջ լինել եւ հաջուկը ստանալ լրության մեջ։ Պայման չէ որ ամեն անգամ ինչ որ մի բան անես որ կար ստիմուլացիան լինի, որ այդ լրության մեջ գալ լիքը պատասխաններ։ Այո։ So այդ ես չեմ արել։ Ու առավելիվս երկրորդը շատ մի մտահոգվիր ուրիշը ինչ կարծիք կունենա քո մասին, լավն ու վատը։ Նույնիսկ լավին մասին, մի մտածի դրա մասին։ Դու լսի քո ներքին այդ ցայնին, որովհետեւ այդ լրության մեջ ու այդ ասենք այդ դու սկսում ես արդեն ավելի անգերձանալ քո հետ։ Ես կուզենայի որ մեկը ինձ տա ասել, որ եւ երրորդը it's gonna be okay։ Այդ խոսքը որ ինքն հաճախ են այդ ասում Լարա ջան։ It's gonna be okay. It really is։ Ամեն ինչ լավ կլինի, հա, որովհետեւ մեզ թվում է 18 տարեկանում որ Oh my god։ Բայց իրականում շատ հաճախ ամեն ինչ հենց այդպես լավ է լինում է։ Եվ մեր էպիզոդների վերջում արդեն տենց լավ ավանդույթ է դարձել, որ մեր հյուրին խնդրում ենք մեկ հարց ուղղել մեզ դիտողներին եւ այդ հարցին լավագույնս կամ ամենահետաքրքիր պատասխան տվողին մենք կնվիրենք մի գիրք, որը որ դուք հիմա կառաջարկեք։ Գիրք, որ ես կառաջարկեմ, նախ հարց պետք է տամ հետո հարցը, okay։ Գիրք, որը ձեզ վրա ինչ որ ազդեցություն է ունեցել կամ գուցե վերջերս եք կարդացել եւ խորհուրդ կտակ։ Դե գախված քիրք նախ ասեմ երկու քիրք կա որ ես միշտ կասեմ հիմնական մի հատը fictional քիրք է որ պարզապես ինչ որ տասնտասի հա մեկը օրինակ Ալբեր Կամյուին Stranger étranger որ ադիկա անպայման կարժի կամ ասենք The Body Keeps Score որ Bessel van der Kolk ինքը հոլանդացի հոկեբան է որ ինքն է որ արդեն օգնեց ինձ որ ես հասկանամ որ ամեն ինչը մեր մարմնի ցավ, հիվանդություն, գալիս է մեր հոգեբանական տրավմաներից։ Ես համոզված եմ որ օրինակ մենք որ հիվանդանում ենք ինքը իրոք համ հոգեբանական, համ սրտի այդ ասենք չհետևելու, չլսելու հետևանքներն են։ Այո։ Մի հարց որ կտամ այդ անծանոթ հյուրին կլինի որ ինչն է մղել ցեզ որ անեք ինչը որ անում եք հիմա կամ այսօր։ Շատ լավ։ Կլինի կարիերա, կլինի ցանկացած արվեստ, կապ չունի։ Ինչը մղել է, որտեղից փխավ այս նպատակը կամ ասենք այս ճանապարհը։ Շատ լավ Լարա ջան, շատ լավ հարց է, անպայման ակտիվորեն պատասխանեք եւ գիրքը երկու առաջարկող գրքերից մեկը կնվիրենք, ինձ թվում է Ալբեր Կամյուի գիրքը կնվիրենք։ Հա, ինչ լավ։ Ես այո, եւ շնորհակալ եմ շատ Լարա ջան, ձեզ շատ հաջողություն եմ ցանկանում կարիերայի նոր ուղղությանը մեջ եւ հուսով եմ որ առիթ կունենանք անպայման էլի սենց իրար հետ նստելու, խոսալու, արդեն ավելի շատ ձեր ոչ թե HR-ի, այլ դասավանդման, չնայած այսօր ահագին շատ խոսեցինք առաջնորդության մասին, անչափ շնորհակալ եմ այս 45 րոպեի համար։ Ապրեք, մերսի Լուիզա ջան, ես փոխադարձ ձեզ շատ եմ սիրում եւ մաղթում լավագույնը ամեն ինչով։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ մեզ դիտելու եւ լսելու համար եւ եթե հավանում եք այն բովանդակությունը, որը մենք ստեղծում ենք, անպայման բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակի կոճակին։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ էպիզոդին։